Ողջույն բարեկամներ, ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է հաղորդաշարում ձեզ հետ Սոհբետ Իրևանսկին է։ Մեր զրույցի այս հատվածում կխոսենք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, թե ինչ դեր է նախագծել ադրբեջանցիներին իրենց նախնիների հողերից վտարելու հայ ազգայնականների դարավոր քաղաքականության իրականացման գործում։ Իրևանսկին իմ կեղծանունն է, որը ցույց է տալիս, որ ես ծագումով իրևանցի եմ և ինձ, ինչպես իմ բոլոր հայրենակիցներին, բախտ է վիճակվել դառնալ տխրահարճակ Ղարաբաղյան շարժման սաղմնավորման կենդանի վկան և վերապրել այն ողբերգությունը, որը այդ շարժումը բերեց մեր գլխի։ Բայց մինչև մեր զրույցը շարունակելը ուզում եմ ձեզ վստահեցնել, որ հայ ժողովրդի դեմ ոչ մի վատ բան չունեմ ասելու։ Ավելին, կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք խաղաղ գոյակցելու և զարգանալու մեր բարիդրացիական հարաբերությունները։ Սակայն Երևանի կողմից սանձազերված և այնուհետև պատերազմի վերածված հակամարտություն ուղեկցվեց էթնիկ զտումներով, մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և այդ հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, հանուն մեր երկրի ժողովուրդների ապագա խաղաղ գոյակցության։ Համաշխարհային պրակտիկայում կան բազմաթիվ օրինակներ, երբ պետությունների ղեկավարները դատարանի առջև են կանգնել նմանատիպ հանցագործությունների համար։ Օրինակի համար բերեմ Սլովոդան Միլոշևիչին, Սերբիա, մեղադրվել է ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Բոսնիայում և Կոսովոյում էթնիկ զտումների համար։ Ռադովան Կարաչիչը և Ռատկո Մլաչիչը, Բոսնիայի Սերբիայի առաջնորդներ, դատապարտվել են Սրեբրենիցայի ջարդերի համար։ Եվ իր հետ շոհ Օմար Ալ-Բաշիրին, Սուդան, միջազգային քրեական դատարանը մեղադրել է Դարֆուրում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Ուստի ես լիարժեք իրավունք ունեմ պահանջելու, որ այս ցուցակում ներառվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որի ղեկավարությամբ իրականացվել է հայ ազգայնական շրջանակների դարավոր քաղաքականությունը, այն է Հայաստան առանց թուրքերի։ Արդյունքում տեղի է ունեցել ադրբեջանական բնակչության փաստացի լիկվիդացում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչ ուղեկցվել է սպանություններով, բռնություններով, ունեցվածքի կորստով։ Մի խոսքով, մեր ադրբեջանցիներից նկատմամբ Հայաստանում էթնիկ զտումներ են իրականացվել։ Պատմական ասպեկտ։ Մինչև 1988 թվականը ադրբեջանցիները կազմում էին Հայաստանի ԽՍՀ ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ 1979 թվականի մարտահամարի տվյալներով Հայաստանում ապրում էր ավելի քան 160,000 ադրբեջանցի, սակայն ըստ պատմական գիտնական Իսրաֆիլ Մամեդովի այդ ցուցանիշը չէր արտացոլում իրականությունը։ Իրականում ադրբեջանցիների թիվը մի քանի տասնյակ հազարավոր ավել էր, իսկ անցած դարի 80-ականներին այն գերազանցեց 2000-ի։ Տխրահարճակ Ղարաբաղյան շարժման մեկնարկով, որի ակտիվ առաջնորդներից մեկն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, նրանք բոլորը դարձան Հայաստանի իշխանությունների կազմակերպած բռնի արտաքսման զոհերը։ Այս գործընթացը սկսվեց 1987 թվականի աշնանը Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես Զանգեզուրի մարզում, Կաֆանում, ադրբեջանական բնակչության վրա հարձակումներով, բռնությունների, սպանությունների և խոշտանգումների ենթարկված հազարավոր մարդիկ ստիպված եղան ապաստան փնտրել Ադրբեջանի ԽՍՀ տարածքում։ Իսկ որն է Լևոն Տեր-Պետրոսյանի դերը
ադրբեջանցիների արտաքսման գործում։ Լևոն Տեր-Պետրոսյան այդ տարիներին Հայաստանի առանցքային քաղաքական գործիչն էր։ 1988-ին նա եղել է Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, որն ակտիվորեն քարոզում էր մոնոէթնիկ Հայաստանի գաղափարը։ 1990 թվականին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ, ապա Հայաստանի նախագահ։ Այս ընթացքում ստեղծվեցին պայմաններ, որոնց դեպքում ադրբեջանցիները չէին կարող մնալ Հայաստանում, ենթարկվում էին հալածանքների, սպանվում, խոշտանգվում էին։ Նրա օրոք վերջապես ավարտվեց էթնիկ զտումների գործընթացը, եւ 1992 թվականին Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չմնաց։ Այսպիսով Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չկանխեց այդ հանցագործությունները, այլև ուղղակիորեն նպաստեց այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում ադրբեջանցիների արտաքսում անխուսափելի դարձավ։ Շարժման շնորհիվ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը լուծեցին մի խնդիր, որը 600 տարի հայ ժողովուրդը չէր կարողացել լուծել։ Հայաստանը եւ Արցախը դիոքտին մակրվեցին այրացիներից։ Նորից եմ կրկնում, սա 600 տարվա խնդիր էր եւ որի նշանակությունը հայ ժողովուրդը կզգա ևս 600 տարի։ Դրանից հետո պատկերացրեք, եթե այսօր Հայաստանում լիներ 170,000 հայրազգի, որոնք կային 1988 թվականին, այսօր մենք պետություն չէինք ունենալ։ Մենք վիճակի չէինք լինի պաշտպանել զանգեզուրը, պաշտպանել մեր սպիրտարերյան շրջանները, պաշտպանել Սևանի ավազանը։ Ավելի, այստեղ կունենայի մի քանի նոր ավտոնոմիաներ։ Հիշենք, որ 3 շրջանում ադրբեջանցիները մեծամասնություն էին, Բաղդենից, Ռաջասից, Ամայրից։ Եվ հսկայական թիվ էին կազմում ամբողջ Զանգեզուրի գոտում։ Այս խնդիրը լուծված է, սա երկնքից չի չկայշում։ Այս խնդիրը լուծվել է մեր շարժումը, մեր ժողովրդի ազգային արտադրական պայքարը, հայոց համազգային շարժումը եւ նրա հիմնական թեւը ահա մեր ինքնապաշտպանական ժողովուրդն է։ Մեր երկրապահ ժողովուրդն է։ Ինչպես տեսնում ենք, այս ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանում է, որ երկար դարերի ընթացքում ադրբեջանական բնակչության արտաքսումը եղել է համաշխարհային հանրության առանցքային խնդիրը։ Ընդ որում նա հպարտությամբ հայտարարում է, որ դա վերջնականապես իրագործվեց միայն անցյալ դարի 80-90 թվականներին։ Այս գործընթացն ակտիվ փուլ մտավ Ղարաբաղ կոմիտեի գործունեության մեկնարկով, որի ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Օպերայի եւ բալետի շենքի դիմաց հրապարակի, որը քաղաքական լեքսիկոն մտավ որպես թատերական հրապարակ, հրապարակում կոչից գլուխը կորցրած մարդիկ արագորեն կազմավորեցին կոմիտեի ակտիվիստների ջոկատներ, որոնք սկսեցին հալածել ադրբեջանական բնակչությանը Հայաստանի քաղաքներում եւ մարզերում։ Սկզբում հնչեցին սպառնալիքներ, որոնք աստիճանաբար վերածվեցին ֆիզիկական բռնության, տների հակիզման, իսկ հետո էթնիկ ատելության հողի վրա ադրբեջանցիների սպանությունների։ Եվ այս ամբողջ գործընթացը ղեկավարում էր Ղարաբաղ կոմիտեն։ Իսկ որն է այն Լևոն Տեր-Պետրոսյանի դատելու իրավական հիմքերը։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունները մի քանի միջազգային նորմերի խախտում են։ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար
պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, ընդունվել է 1948 թվականին։ Հայաստանում տեղի է ունեցել էթնիկ խմբի միտումնավոր լիկվիդացում, սպանությունների, բռնի տեղահանումների և ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման միջոցով։ Երկրորդը, Ժնևի կոնվենցիա, ընդունվել է 1949 թվականին։ Էթնիկ պատկանելիության հիման վրա քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը ռազմական հանցագործություն է։ Երրորդը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրություն 1998 թվական։ Էթնիկ զտումները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություն և գտնվում են միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո։ Եվ ի վերջո չորրորդը, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա։ Զանգվածային սպանությունները, խոշտանգումները և բռնի տեղահանումը խախտում է մարդու իրավունքները և կարող են հանգեցնել մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործի հարուցմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը խախտում է վերնշված նորմերը, քանի որ նրա հանցավոր քաղաքականությունը հանգեցրեց Հայաստանից ադրբեջանական բնակչության լիովին արտաքսմանը։ Ուստի ես, որպես բռնության ենթարկված և իմ հարազատ հողը լքած անձ, իրավունք ունեմ պահանջելու և պահանջում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնի միջազգային դատարանի առաջ, որպես մեր ընտանիքի և իմ հայրենակիցների դեմ էթնիկ զտումների գաղափարական ոգեշնչող և կազմակերպիչ։ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի բոցավառեց ադրբեջանցիների նկատմամբ ազգամիջյան ատելության կրակը, իսկ նրա հետևորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավարներ, հետագայում դարձան Ղարաբաղում և Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի այլ տարածքներում ադրբեջանցիների ջարդերի կազմակերպիչներն ու հեղինակները, բայց նրանց հանցավոր արարքների մասին ձեզ հետ կկիսվեմ հաջորդ թողարկումներում։ Իսկ հիմա ես պահանջում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնի միջազգային քրեական դատարանի առջև։